Վիտալի Կալոև շատերի տես անունը հիմա ոչինչ չի ասի։ Սա Սևեռնի Ասետիայից մի մարդ էր, որ գնաց իր ընտանիքի վրեժը առնի սպանեց ավիադիսպեչերին Շվեյցարիայում։ Մարդ, որ միջին գործարար է եղել, ճարտարապետ, շինարար։ Ես այս թեմայից սկսեցի, հետո կանրադառնամ։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, այս իմ հաղորդումը սա բաց նամակ է Վարդան Ղուկասյանի։ Ու հենց հետո ես զուգահեռ կտանեմ այս ողբերգության ու այս վրեժի հետ այդ ընթացքում։ Ու ինչի որոշեցի ես ձայնագրեմ հիմա, այս 3 օր ուզում եմ ձայնագրեմ, նամանավանդ այս Համլետ Ղուշյանի հաղորդումից հետո, որ լսեցի, իմ այս վերջին ձայնագրությունը, որ կար հոլովակից հետո, շատ նամակներ կային նվիրված Վարդան Ղուկասյանին, տեսեք, YouTube-ում, ես բոլորիդ նամակները կարդում եմ, ժողովուրդ ջան, տեսեք, այն սրտիկները դնում եմ, ես որ կարդում եմ, բոլորիդ արձագանքում եմ, ում նամակը ունենում է հարց։ Ու ես զգացի, որ այդ նամակների մի մեծ մասը ու այդ ժողովուրդը, հեղինակները, հույսը կապում են Վարդան Ղուկասյանի հետ, որ Վարդան Ղուկասյանը գալու է փրկի, տարբեր ձևակերպումներով, ու դրա համար հիմա այս կոչը սենց Վարդան Ղուկասյանինն է այս բաց նամակը, որ Վարդան Ղուկասյան նայիր, նենց չանեց ժողովուրդը քեզանից հիասթափվի։ Տեսեք, հարգելիներս, իմ անցած այդ հաղորդումը, որ կար, բոլորի հետ համարյա կապը հաստատված է։ Բոլորը գիտեն, ես առանձին դրանք անդրադառնամ, բայց սա հենց Վարդանին եմ ես դիմում բաց նամակով, որտեղ Վարդանի հետ կապ չկա։ Անի Խուդավերդյանը ընդհանրապես հեռախոսին էլ չի պատասխանում երկար ժամանակ։ Որոշ կոնտակտներ կային, սենց որ հնարավորություն կար կապնվելու կամ բան, այդ մարդիկ ընդհանրապես կապից դուրս են, նրանց մոտ մեսենջերի միջոցով դուրս են եկել համ այդ ընկերների ցուցակից, համ բան լքել են հարթակները կամ կապն են խզել ինձ հետ։ Ինչի, Վարդան Ղուկասյան։ Ու ես հիմա Վարդան ջան, դու քո նպատակը ո՞րն է։ Տես, ես անցած այդ հաղորդումից հետո մոտ հարց առաջացավ, որ դու հայտարարում ես, որ դու հետ չես կանգնելու, դու գնալու ես առաջ, բայց ուր առաջ։ Դեպի ամերիկյան երազանք ես գնալու, ամերիկյան կացություն ստանաս։ Պայքարը դրա համար է, թե Հայաստանում իշխանափոխության։ Որտեվ դու այսօր քո այդ քայլերով, նայր, դու չես ցույց տալու, որ դու ուզում ես Հայաստանը փոխես, դու ուզում ես նպատակդ ո՞րն է, Վարդան, ամերիկյան դատական համակարգը շտկես, խոսքի ազատության համար պայքարես Միացյալ Նահանգների, թե Հայաստանում իշխանափոխության, Հայաստանում ռեալ փոփոխություններ բերելու, մարդիկ դրան են սպասում քեզանից։ Դու հայտարարեցիր, որ մնում ես Միացյալ Նահանգներում, պետքա բողոքարկես այդ որոշումը։ Եվս դա կարող է տևի մի կես տարի։ Բայց ընտրությունները գարնանն են, ամառվա սկիզբ։ Գարունը սկսվում է, դու եթե եղար փակի տակ, դու ո՞նց ես ընտրություններին մասնակցելու։ Համլետ Ղուշյանը ճիշտ ասեց, ու դա ես հաստատում եմ, որ եղել է առաջարկ Ռուսաստանից, որ Վարդանը վերադառնա Ռուսաստան, որ իր անվտանգությունը կապահովեն կամ բան։ Նամանավանդ, որ մենք տեսանք, թե Միացյալ Նահանգները ինչ դիրքորոշում ունի կապված Զանգեզուրի հետ։ Քանի 60%-ով թե ինչ տոկոս ես չգիտեմ, բայց փայ է մտել նույնիսկ այդ մի քանի կոպեկը, որ Հայաստանը պետք է աշխատեր։ Իսկ Ադրբեջանը ընդհանրապես վրախադնոյդ որ պետք է սարքի ըստ Միացյալ Նահանգների։ Երբ որ Վարդան Ղուկասյան, եկեք լինենք ազնիվ, ռուսական տարբերակը որ կար 9-րդ կետով, դա հիմա բոլորն են ասում, դա հրաշք էր համեմատած այս ամերիկյան այն տրիպերի, որ ասում են, որոշել են, տրիպեր,
Ինչի հենց ախր էլի մի բան, մենք սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է, թե դու այսքան ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից վերբովկա եղել ես, թե ոչ։ Սա շատ լուրջ հարց է, տեսեք ժողովուրդ ջան, որտեվ սա մեր ապագայի հարցն է Հայաստանի։ Բայց Վարդանի քայլերից մենք տեսնում ենք, որ ինքը բարձրաձայնեց, որ ինքը ուզում է մնա Միացյալ Նահանգներում։ Աշխարհում տարբեր երկրներ կա, որ կարող է գնա, նույն Կանադա կարող է գնա, նույն Միացյալ Արաբական Էմիրություններ, տարբեր տեղեր։ Ռուսաստանից այդ հրավերք է եղել ու լուրջ ձևով էլի, մերժել է։ Ու հիմա ռացիոնալ հարց, ու այդ հարցը, որ շատ են տալիս ինձ, զանգում են մարդիկ։ Լսեք, ես երեկոյան փոխարեն հանգստանամ կամ բան, ես համարյա բոլորի հետ խոսում եմ, ով ինձ զանգում է, էլի։ Իմ հեռախոսը համարը YouTube-ի էջում դրված է վերևի, կայքի առաջին այդ էջի մեջ կա գրված ինֆորմացիաների շարքում։ Մարդիկ զանգում են, տարբեր վարկածներ, Վարդան Ղուկասյան, որ դու քո միջոցով բաց է թողնվել համացանց, դա լսում ես օրինակ 40 րոպե վարկած, որ Վարդան Ղուկասյանը վաղուց մեռած է, այն ժամանակ հեռախոսները ձեռքից վերցրել են, ձերբակալման ժամանակ, հիմա արհեստական բանականության օգնությամբ այդ հոլովակները կազմվում են, որտեվ իր բոլոր հոլովակները ոնց որ հին իր խոսքերը վերցրել են, ուրիշ ձևափոխել են, նույն ոճն է։ Մարդիկ ասում են, որ դու մեռած ես, չկաս, եթե լիներ, մի հատ լուսանկար կլիներ։ Շատ խելացի վերլուծություն է դա, որտեվ ամերիկյան դատական համակարգ ամենաազատներից է։ Այնտեղ տեսեք, այնտեղ ում ասեմ, տեսեք նույն ռուսական քանյաց շպիոն բռնեցին, էլի են լյոչիկներ կային, են աղջկան բռնեցին, են խակերին բռնեցին, էլ կոնսուլտվայից են գնում հետները հանդիպում, լուսանկարներ, վիդեոներ, դատական պրոցեսները բաց էր, մարդիկ տեսնում էին, նույն Յապոնչիկին ես օրինակ բերեցի, որ եղել էր նրա վտարման այդ նույն հարցը դատը։ Հասկանում եք, բայց քո դատերը ինչ որ մի տարօրինակ առեղծվածային գաղտնիության տակ է պահվում, պարանոյա է ժողովրդի մոտ, որ քեզ կբռնեն, կսպանեն, այս կանեն, այն կանեն։ Դրա համար ես հենց օրինակ բերեցի այդ Կալոևի դեպքը, էլի, որտեվ Կալոևը, տեսեք, դա սովորական մարդ էր եղել, որ թաքցրած ավիադիսպեչերին բաների օգնությամբ, օրինակ, նույն մասնավոր խուզարկուների որոշ կապերի միջոցով, փողի միջոցով, էլի, կարողացել էր ինքը գտնել։ Ու գնալ այնտեղ հաշվեհարդար տեսնել հետը։ Դրա մասին ինֆորմացիա շատ կա համացանցում, կարող եք կարդալ։ Ու հիմա Վարդան Ղուկասյան, այս պարանոյան, որ դու զարգացրել ես ժողովրդի մոտ, էլի, քո կարծիքով Տաշիր Սամոն, որ ուզենար, Սամվել Կարապետյանը կամ նույն ազգային անվտանգությունը հայկական, Աբազյանը կամ Գագոն Ծառուկյան, քեզ չեն կարողանա գտնել հիմա այս զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում։ Երբ Կալոևը կարողացավ գտնել այդ դիսպեչերին 2002 թվին, այդ ժամանակը ավիո վթար է եղել։ Միգուցե սպանությունը դրա մյուս տարին է եղել։ Երբ որ նոր կնոպկով հեռախոսներ են հայտնվում, GPS-ը սենց չկար, հեռախոսներ, իսկ դու Վարդան Ղուկասյան լինելով համացանցում ակտիվ մարդ, օրը ամբողջ օրը քեզ այդ կապի մեջ են, քո այդ էլեկտրոնային հետքով քեզ չկարողացան 21-րդ դարում գտնել, այն էլ Forbes-ի ցուցակի մեջ գտնվող միլիարդատեր մարդ, հա? Մարդ ինչքան խոտակեր պետք է լինի, որ այսքանը չհասկանա, էլի։ Ու այս կարգել են ինձ զանգում, գրում հենց մարդիկ հեռախոսով խոսում, ասում են, լսեք, Վարդան Ղուկասյանը հենց այդ հասարակությունը պառակտելու համար է, այս հենց կա վարկածները կա։ Ու դրանք լուրջ մտածող մարդիկ են, որ եթե պետք լիներ, վաղուցվանից նրա վերջը տված կլինեն, դա հենց իշխանական պրոյեկտ է, էդ էլ են ասում, որ դու տապալեցիր, աջակցեցիր արդյունքում։ Քո քվեն ապահովելով Ավինյանի ընտրությանը, որ Ավինյանը ընտրվեց, Գյումրի ընտրություններին դու հույսով արեցիր քաղաքական դաշտը, սենց քեզ էր սպասում, որտեվ
ու արդյունքում ստացանք այն ստացանք։ Հիմա էլ համապետական ընտրություններն է քո բոլոր կոչերը ավելի շատ նման են Արծրուն Մարգարյանի կոչերին, որ հաղթելու ենք։ Մենակ օթում վիրտուալ ենք այս հաղթում։ Պետք է աշխատել հողի վրա, Վարդան ջան։ Այսա լուրջ ռացիոնալ մտածելակերպն է, էլի։ Ստաբդատողություն, այսպես է տեսնում։ Հայաստանում հողի վրա պետք է արվի։ Հաղթանակը գրանցվի, այլ ոչ թե համացանցում, խլեշով, բանով, այնտեղ նկարների, վիդեոների միջոցով։ Իսկ դրա համար դու կապի դուրս չես գալիս, դու կոչ ես անում համախմբման, բայց տեսեք, բոլորը ես հետո կանրադառնամ, քո հետ կապ չկա, ոնց դուրս գանք։ Ես հիմա ժողովուրդ ջան, էլի իմ հեռախոսահամարները կթողնեմ երկու հարթակում էլ։ Ինձ տվեք մի հատ Համլետ Ղուշյանի համարը, մեկ էլ Լևոն Բաղդասարյանի։ Ես օրինակ հարց ունեմ Լևոն Բաղդասարյանին, որպես իրան պրոֆեսիոնալի իրավաբանի։ Այսքան մարդ ինձ գրում են ու ես պատասխանում եմ, էլի, որ Վարդան Ղուկասյանը կարող է դառնա վարչապետ, ոնց է Քոչարյանը դառավ քաղաքացի չէր, ոնց այն Մարոժնի ուտող շպիոնին Սերժը բերեց նախագահ, Արմեն Սարգսյան, բրիտանական շպիոնին, էլի, British Petroleum-ին, բախի Վարդանը չի կարող դառնալ։ Ու այս հարցին պատասխանը տուր դու, Լևոն Բաղդասարյան, որտեվ տես օրը գալու է դու Հայաստանում ես, այս ժողովուրդը քո երեսին է թքելու, որ դու էլ ես օգնել խաբեբայությանը ու այս տապալումից հետո 26 թվականի ընտրություններին, եթե հաղթանակ չգրանցվեց։ Ժողովուրդը քո երեսին թքելու է, ասելու այն չի եք մեզ խաբում Վարդանի դամարը բռնած։ Լևոն Բաղդասարյան կանգնի ուղիղ ասա, որ Վարդան Ղուկասյանը չի կարող դառնա վարչապետ։ Նա նույնիսկ պատգամավոր չի կարող դառնալ, որտեղ ըստ օրենքի ես չեմ կարող դառնամ, Ուլիխանյանն չի կարող դառնա, պետք է 4 տարի Հայաստանում բնակված մարդ լինի, որ դառնա։ Այսքանը պետք է ասես, Լևոն Բաղդասարյան, որ Վարդան Ղուկասյանը ժողովուրդ չի կարող դառնալ վարչապետ։ Միակ տարբերակը ես ասեցի, ուժով հեղաշրջումը գա, բոլորին ուզուրպացնի իշխանությունը, դա ուրիշ է։ Երկրորդը, որ դուք ասում եք Քոչարյանը եկավ, Արամ Սարգսյանը եկավ։ Լսեք, Քոչարյանը դա Լևոն Տեր-Պետրոսյանը եւ բանը, Վազգեն Սարգսյանը, նրանք միզեցին Հայաստանի սահմանադրության եւ օրենքը բռնաբարելով բերեցին։ Նույն ձև Սերժը բռնաբարեց այդ օրենքը, բերելով Արմեն Սարգսյանին։ Իշխանություն են Իրանք ուզեն կարող են այսենց փողոցից մի հատ սիրուն աղջկա բռնել, տանեն դոմփեն, իրանց բռնող չլիներ։ Դա է բռնապետությունը։ Նրանք եղել են իշխանություն, որ այդ մարդկանց բերել են իշխանության։ Մեղնել է իրանց ձեռը, չակուչնել, թուղթնել, գրիչնել, դատախազնել։ Հիմա Վարդանը պետքա որ դառնա վարչապետ, պետքա Հայաստանի Նիկոլի օրինակ բանը հանձնաժողովը ընդունի իր հայտը։ Համաձայն սահմանադրության օրենքի։ Պետք է ընդունի, տեսնի, ասես մարդը ճիշտ է 4 տարի Հայաստանում է եղել, հա դուրս է եկել մի ամիս բուժվել է եկել է, բայց այդ բուժման համար է եղել, հա, այս մարդը կարող է դառնալ։ Այսպես է օրենքը աշխատում։ Իսկ այն որ Վարդան Ղուկասյան դու հայտարարում ես, որ քո անունից պետք է մեկը խլեշա Ղազա Զապիսանի, որ դու խլեշ ուտի, որ քեզ ծնկաչոք քո Ղազնա լինելու, որ գա դառնա քո դեպուտատ կամ բան, հավատա, դու այս ձևով որ շարժվես, ոչ միտեղ չես հասնելու, ոչ մեկ չի գրելու, լավի քֆուր չի ուտելու, որ գնալու եմ ու Վարդանին չեմ դավաճանի։ Հանգամանքներ այն ձև են, մարդ ունի սեփական կարծիք, էլի։ Ու հետո արի սենց մի բան ասենք, Վարդան ջան, կյանքը կարճ է։ Իմ տարիքի ընկերը մի քանի տարի առաջ սրտամկանի ինֆարկտից մահացավ։ Մենք չգիտենք այսօր կանք թե վաղը չկանք։ Եթե մենք բռնապետություն ենք ուզում էլի բերենք, մենք ոչ մի բան երկրում չի փոխվելու։ Ես ասենց եմ տեսնում, որ դու կապի հիմա ինչի դուրս չես գալիս։ Ես ունեմ հարց հենց Համլետ Ղուշյանին։ Համլետ Ղուշյան, դու փորձված լրագրող ես, հələ սկսած այն սովետի ժամանակվանից դու եղել ես այդ ամեն ինչում։
Դու մի հատ նորմալ հարց չես ուզում տաս, օրինակ Վարդան Ղուկասյան, ախր դու չես սահմանադրությանը համապատասխան չի, որ դու գաս իշխանության։ Կամ քո թիմը պետքա իշխանություն ձևավորի մի 60-70%, որ քեզ կարողանան ինչ որ մի ձև։ Բայց դա եւս չի լինի։ Եթե դու Միացյալ Նահանգներում ես, ընտրությունները մի քանի ամսից են ելնելու, էլի գարնան արդեն սկսվելու է։ Դու եթե այդ 6 ամիսը բանտում էլի նստեցիր, ո՞նց ես այդ ընտրական գործընթացները անելու։ Հասկանում եք, այս ձևի կան ռացիոնալ հարցեր, որ մարդիկ լուրջ վեր են լուծում, հետս խոսում են, պատմում են, բա այս ենցա Այս ամբողջ այս ինֆորմացիոն, այս փուչիկը, այս ստերի, կեղծիքի ամեն ինչը, Վարդան, դա քեզանից է գալիս։ Քո փակ դատական այդ լսումներից, քո այդ կոնսպիրոլոգիան, որ տարածել ես, որ կգան քեզ կսպանեն, քո անվտանգության համար այս ամեն ինչը արվում։ Կալոյևը 25 տարի առաջ գնաց քթավ։ Այդ մայրա վրեժը լուծեց, ես դրա համար այդ տարբերությունը բերեցի։ Քեզ թվում է, որ ուզեին ինչ որ մեկը չէր անի դա։ Հետո վերջի վերջո Վարդան, մենք երիտասարդ չենք, էլի, մենք համարյա մի տարիքի ենք արդեն, մենք այդ կետը անցել ենք, էլի, որ առողջությունը ունես բաներ, որ չգիտես, տրոմբ ունես, ինչ կլինի, էլի, այսքան կյանքի վրա դողալ, արա, այսքան երեխա գնաց զոհվեց։ Ջահել, էլի, կյանք չտեսած, էլի, արա Նրանք չէին վախում, իրանց կյանքի վրա չէին դողում, որ դու հələ սաղին բանակ էիր տանում։ Բայց դու քո կյանքի վրա ոնց ես դողում, կամ մի հատ մայր ունես արդեն զառամյալ։ Դու որ այս գործընթացներին այս ձևի ինչ որ մի հատ սարքել ես, կարծես լսի լավ էլի։ Ֆիդել Կաստրոն էլա, տես բռնվել է, նա ակտիվ է եղել, տեսեք բոլոր հեղափոխականները Նելսոն Մանդելան 20 տարի բանտում է նստած եղել Հարավաֆրիկյան Հանրապետության։ Հասկանում եք, նրանք այս ձև է լինում պայքարը, ասես դու որ վախը մեջդ, որ քեզ էլի եմ ասում, եթե ուզենային, ես հայի արյուն թափելը դա մեծագույն բոզի տղությունն է, որ հայը կարա հայի արյուն թափի, որ մեկի մտքով կարող անցնի, գնա Վարդանին գծից արյուն բերի, էլի։ Հայը չպետք է հայ արյուն թափի, ես սա էլի, ես մի քանի անգամ եմ ասել, դրա համար ես Սասնա ծռեր, բևեր, այդ որ կար, հայի արյան գնով իրանց գովազդեցին, ես նրանց միջև մա չեմ ընդունում։ Այն հայը, որ հայի արյուն է թափել, դա ամենա զիտաղը հայն է։ Եղավ։ Դրա համար դու այսօր պետք է ավելի ակտիվ, դու պետք է քաղաքականությամբ զբաղվես, այլ ոչ թե ոնց որ հիմա իսկականից էլի քո եթերները նման են Արծրուն Մարգարյանը, որ մենք հաղթելու ենք, մենակ օթում ենք հաղթում, մենք մենակ սենց երազանքներում ենք հաղթում, ինտերնետում ենք հաղթում, սենց խլեշով ենք հաղթում։ Հայաստանում հողի վրա պետք է հաղթենք։ Պետք է այսպես բռունցք դառնա ախր ընդդիմություն չենք, մենք պետք է մենք ռադիկալ ընդդիմություն կարելի ասել, էլի։ Ընդդիմություն ասենք, համեմատվում ենք Սերժա Քոչարյանի այդ պղծազանգվածի հետ, էլի։ Այն էլ տեսնում ենք Տաշիրն էլ է, քամին ընդե է փչում տանում։ Տաշիրի միտինգներին Աշոտյանը խոսում, այնտեղ Գառնիկ, Մարնիկ, Դաշնակա պղծած չատլախա զանգված։ Հավաքվել են իրար հետ, էլի, մի կուտոկ են։ Մենք ընդդիմություն չենք, մենք պետք է մի նոր ուժ դառնանք, այդ երրորդ ուժ, որ մեզ չասեն ընդդիմությունը համեմատենք այն պուտանկեքի հետ, էլի։ Մենք պետք է գնանք, որ բռունցք դառնա, որ հաղթանակ գրանցվի։ Ես երևի կարողացա պարզ ձևով հասցնել Վարդանին, թե դու այս պարանոյան սարքել ես մարդկանց մոտ, զանգում են, ես եմ պատմում, արա նենց վարկածներ, որ քեզ Ամերիկանը արդեն վերբով կարե, որ Նիկոլա այդ տրիպերը չտա, դու բգաս Հայաստան հեղափոխություն անես ու այդ տրիպերը տաս Տրամփին, որ դու արա ինչ ասես արդեն այնքան բաներ են ինձ ասում, գրին ես բաներ են պատմում։ Ու բանը էլա, որ այս ամեն ինչը քեզանից է գալի։ Քո ոչ թափանցիկ խոսալուց, քո խոսնակները թայֆաբազություն են անում։ Այդ դրա համար ես Համլետ Ղուշյանին ասեմ, լսիր, դու նորմալ հարց կարող ես տաս։
Ու էլի մի բան ասեմ, ժողովուրդ, Վարդանը մահացած չի, ես դրան չեմ հավատում, Միացյալ Նահանգները միանգամից կբարձրաձայնի, դա վերջ-վերջը նորմալ երկիր է։ Այս ամբողջ ստեղծվածը դա հենց Վարդանի կամքն է։ Իրա կարճ այդ ձայնագրություններն էլ որ կա, սա պարզ մի բան է, բանտից ոչ մեկ իրավունք չունի բանտում ունենա հեռախոս։ Հիշեք մի բան։ Այն էլ համացանցին միացված, որ 1000 ու մի բան անի, էլի։ Նամանավանդ Վարդանի վրա մեղքերից մեկ եղել է հաստատված ու Հայաստանից գնացած, որ Վարդանը զբաղվել է փող շորթելով։ Այս է, որ ինքը իրանք չեն կարողացել ապացուցեն, որտեղ են Մարմանդարյան դրանք բոլորը գրել են, խոստովանել են, որ փող է շորթել Վարդանը իրանք միջոցով։ Սա հենց բան է ասեց Արտակը, ես որ լսեցի նրա այդ ինտերվյուն։ Դրա համար ինքը հեռախոս չունի այնտեղ միանշանակ։ Գնում է սովորական բանտում ասում է ուզում եմ զանգեմ, օրինակ կարող է կա այնտեղ ժամանակ 20 րոպեից ավել, ոչ մեկ իրավունք չունի խոսալ։ Գնում է մտնում է մի հատ սենյակ, հեռախոսով վճարովի զանգը գալիս է այն կողմից արդեն, ու ինքը խոսում է։ Դրա համար իր այդ ձայնագրությունները տևում է ամենաշատը 20 րոպե, էլի։ Միջև մոնտաժ անում են այդ ամեն ինչը առաջինը հանում են, կարճ ինտերվալ է։ Դրա համար Վարդանը կենթանի է, մեռած չի, ես դա չեմ հավատում։ Իսկ մնացածը այդ ամեն ինչը, դա Վարդանն է ստեղծել էս, առեղծվածային էս ամեն ինչը։ Պարզապես ժամանակ շահելու համար դասիտես ես ընտրություններին չեղա, որտեղ բանտում էի։ Բա կգամ Հայաստան, կգամ այնտեղ, ինձ կբռնեն, կծծծնեն։ Այս է լինելու արդարացումը տարբերակ երկուս։ Եթե 26 թվին օրինակ հաղթանակ չգրանցվեց։ Ու հետո սպասելու եք, երբ է գալու արդեն 31 թիվը։ Դրա համար Վարդան ջան, ես էլ եմ ասում, դու տղամարդ են, գայր օրինակ Ռուսաստան եղել է առաջարկ, ըստեղից զբաղվեիր։ Քո անձնագիրը նամանավանդ ռուսական է, դրա ժամկետը որ պրծավ բան դու ինչ ես անելու։ Դու չունես ուրիշ քաղաքացիություն, այս իրավական էս պահնելը շատ կարևոր։ Քո անձնագիրը ռուսական է։ Ու քեզ Ռուսաստանը շատ լավ կընդուներ, էլի, մարդի, ես լսել եմ դա ճիշտ էր, որ Համլետ Ղուշյանը ասեց, չգիտեմ ինչի դու հերքեցիր, կամ քեզ տեղյակ չեն պահում քո թիմակիցները։ Որ եղել են երաշխիքներ, ես այդքանը գիտեմ, էլ ավել բան չեմ ասի, ու դա խելամիտ տարբերակ է, բայց դու հրաժարվել ես։ Այսքանը երևի էլ բան չթողեցի, էլի ժողովուրդ ջան ասելու։ Այս պրիմիտիվ մտայսա մեր ազգի այս իզոլացված, այս բգոյի ասած խորը անասուն կերտված տեսակն է, որ վերլուծել, ռացիոնալ, աշխարհը չի ճանաչում, չգիտի են իրա գեղի գոմից են կողմը ինչ կա բանը, համացանցը, որ քանի հատ բան կա, գցենք մայրցամաք, քանի օվկիանոս, ոչինչից տեղյակ չեն, էլ ասում են։ Darknet-ի հզորությունը ոչ մեկ չգիտի, թե Darknet-ի միջոցով այսօր ամեն մարդու կարելի է գտնել։ Նամանավանդ Տաշիրը ուզեր կամ Աբազյանը կամ բանը Darknet-ի միջոցով ծայրահեղ դեպքում էլի բիոմետրիայով։ Վարդանին չգտնեն, թե որ խանութներն է մտնում կամ որտեղ, էլի։ Այդ աշխատող համակարգեր են դրանք լրիվ։ Նա նույնիսկ մասնավոր դետեկտիվը կարող է գտնի, որտեղ Վարդանի մայրը բժշկական ապահովագրություն ունի, ստուգվում է, Ամերիկայում բոլորը գրանցված են։ Այս մարդ գտնելը բարդ բան չի եղել երբեք։ Նույնիսկ այդ FBI-ի ծրագիրը այլևս չի աշխատում։ Այդ գաղտնի, որ մարդկանց ստանում են, էլի, իզոլացնում, էլի, որ չսպանեն։ Հատուկ այդ ցուցմունքներից հետո, որտեղ այդ բիոմետրիայի այդ համակարգը շատ հեշտ է։ Հակերը մտնում օրինակ կոդրում է, սաղ McDonald's-ներին է, սաղ օրինակ KFC-ներին է, ու ինչ որ միտեղ այդ մարդը երևում է, սուպերմարկետի ցանցեր կան, տարբեր բաներ կան, էլի, որ մարդ իր կյանքում մտնում է, էլի, պետք է ասաղել հացառն են։ Ու գտնում է արդեն դեմքը որտեղ է, որ տարածքում է, որ նահանգում է, որ փողոցի վրա է նա հայտնվում։ Դրանից օգտվում են հենց լրագրողները նույնիսկ։ Հասկանում եք, այս դարաշրջանից անտեղյակ խորը անասունը բգոցավը տանեմ, լավ բառ ասիր։ Այս սրանցից տեղյակ չի, որտեվ հայերեն լեզվից բացի ուրիշ բան չկա, վլելս են, տուպոյ հայկական սերիալներ նայեն, ու հայը դա դուք մենք այսօր շատ հայերի հետ խոսում ես, արա տաջիկից ենկոմ չեք մնում, ավելի զարգացած է տաջիկը, քան թե արա հայը։
Ասեցի, պրիմիտիվ են, դասական պրիմիտիվ մտածելակերպով։ Հենց որ Վարդան ջան, ես տեսեք ժողովուրդ ջան, ինձ վիրավորական ոչինչ չասեք, ես լուրջ եմ մտածում։ Իմ նպատակը չի անսպաշտելը։ Ինձ նպատակ չի սեկտա լինելը, ֆանատիկ լինել ինչ-որ մեկին։ Սա ավելի շուտ ֆանատիզմի է նման։ Ես ռեալ եմ մտածում, ես պետք է Հայաստանում մի բան փոխվի։ Այլ ոչ թե Արծուն Մարգարյանի պես հաղթում ենք։ Դատվելու եք բոլորդ։ Մենակ ես ենք լսում, բայց հողի վրա պետք է անենք այսքանը։ Հիմա գրեք, թե սխալ եմ ասում։ Ես վարդագույն ակնոցներով չեմ։ Ես հավատում եմ մարդկանց մութ կողմերին։ Մութը։ Խավարին եմ հավատում։ Ես ոչ մեկի չեմ հավատում։ Ես խոսում եմ, շփվում եմ մարդկանց հետ, ես բոլորին ում հետ զանգում եմ։ Ես պատրաստվում եմ ամեն որ խավարին պետք է հանդիպեմ այդ մարդու մեջի։ Վարդագույն ակնոցներով չեմ։ Ես նույնիսկ ջհուդական հեքիաթագրքին չեմ հավատում։ Տերտերների գրած, բա, ջհուդների գրած։ Իսկ դուք հավատում եք։ Ես այս ձևի մարդ եմ։ Դա համար ես ամեն ինչի մեջ ես փորձում եմ վատը տեսնեմ, պատրաստվեմ։ Էսա ժողովուրդ ջան։ Ու բանը, իսկ այդ Կալոևի այդ ավիովթարին, այդտեղ մի հատ լավ ֆիլմ կա, որ նույնիսկ ես արտասվել եմ։ Ես օրինակ չեմ ազդվում, ես սառը մարդ եմ էլի, բայց երբ ես այդ ֆիլմը նայեցի ու բանի խաղով էլի, Նագիև նախ կերպարանավորել Կալոևին, իսկ ֆիլմում իր կնոջ դերը խաղում է բանը, մեր հայ դերասանուհին, Ավետիսյան Մարջան դերասանուհի։ Ոնց որ նայեք, ոնց էր Նիպրաշյոնն է վերնագիրը։ Լավ ֆիլմ է այդ ամբողջ այդ ողբերգության մասին։ Ես ասեմ շատ ծանր տարա նայեցի, շատ հոյակապ նկարված ֆիլմ։ Նամանավանդ Նագիևին ես չեմ սիրում, բայց կերպարը լավ էր, ինքը կոմիկ դերասան է, շատ լավ էր կերպարանավորել, էլի այդ կերպարը։ Նայեք ֆիլմը, ժամանակ լինի։ Այսա դրա համար տեսեք, այն թվերին մարդ, եթե մտքին դրել էր վրեժ ունել լուծեր, գնաց քթավ դիսպեչերին, ում թաքցնում էին էլի իշխանությունները, հենց որ վրեժ չլիներ։ Բայց Վարդան Ղուկասյանը այն ձևի կոնսպիրացիոն իբր բանով էլի ուսաղոր ինտերնետում նստած, որ իրան ոչ մեկ չէր գտնում, այն էլ Ամերիկայում։ Հասկանում եք, որ սաղոր հեռախոսով համ նամակ ստանում, էս ստանում։ Մի հատ սովորական SMS-ա գալի իր գեոլոկացիան ցույց է տալի որտեղ է, կամ իր հեռախոսը։ Այնքան մեթոդներ կան 21-րդ դարն է, լսեք, դուք տեսեք ինչեր է տեխնոլոգիան անում։ Դրա համար այս պարանոյայա ինչ է, ես չգիտեմ, էլի պետք է խելքներս գլուխներս հավաքենք։ Թե չէ ազգովի դառնալու ենք բան, քոչվոր։ Փախնելու ենք այնտեղից։ Փախնելու եք սաղդ։ Իսկ ես ուզում եմ նենց անեմ, որ հետ գանք, որտեվ տեսեք էմիգրանտը դարձել է վերջի սորտի մարդ, որտեղ էլ լինի, ամենազգ իր հողի մեջ պետք է ապրի։ Հաջողություն։